նման փաստի հղում անելը ձեր կողմից սխալ է պարզապես։ Գրասենյակ չեք ունեցել 168 ժամ, բայց փաստացի կառավարությունն է կարծեք ֆինանսավորել կրթելը, նորաձևը, շարժումը։ Սրա առնչությամբ ձեր դիտարկումները եւ հաշվի առնելով, որ այս վերջին շրջանում ձեզ հետ հնարավոր չի այսպես հարցազրույցներ, ուղիղ այսպես ֆորմատներ իրականացնել, խուսափում եք լրագրողների հարցադրումներից, մեկ էլ արհամարական եք այսպես արձագանքում, դրա համար հիմա հարցեր կան կապված, ես ձեզ խնդրում եմ նաև անդրադառնալ օրակարգային մի շարք հարցերի, որոնք հուզում են բոլոր քաղաքացիներին։ Այդ թվում օրինակ նախորդին լրացել է Սոնա Մնացականյանի ներողություն եմ խնդրում, ես ներողություն եմ, կարող եք ասել, բայց ես խնդրեցի եւ խնդրեցի հարգել իմ խնդրանքը, կարող եմ ինձ վերաբերող հարցին պատասխանել, կարող եմ ինձ վերաբերող։ Եթե ուզեի նախապես այդ հայտարարությունը չէի անի եւ ձեզ չէի խնդրի։ Ես հիմա ասեցի այլ հարցերի չեմ պատասխանում։ Հիմա ազատ եք, կարող եք, եթե ձեզ չի հետաքրքրում այն ինչի մասին հիմա ես ասում եմ, ազատ եք, ընտրությունը ձերն է, ինչ վերաբերվում է կրթվելը նորաձևը շարժումը չի ունեցել ֆինանսավորում եւ կառավարությունը չի ֆինանսավորել կրթվելը նորաձևը շարժումը։ Կրթվելը նորաձևը շարժումը մինչեւ այսօր գոյություն ունի, կրթվելը նորաձևը շարժումը չի ենթադրում որևէ ֆինանսական շարժ։ Կրթվելը նորաձևը շարժման շրջանակում կառավարության ներգրավվածությունը եղել է բացառապես Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որպես բանախոս հանդես գալու ժամանակ եւ կառավարությունը ոչ թե շարժումն է ֆինանսավորել, այլ կառավարության ղեկավարի մասնակցության մասն է ունեցել ընդհանրապես կրթվելը նորաձևը շարժումը չի ֆինանսավորվում, չի ֆինանսավորվել եւ չի ֆինանսավորվելու դա հասարակական շարժում է, հանրային շարժում է եւ չի ենթադրում ֆինանսավորում։ Մինչեւ այսօր կրթվելը նորաձևը շարժումը չունի որևէ գրանցված մարմին, որը կարող էր ունենալ հաշվապահություն եւ այլն եւ այլն։ Իմ քայլը հիմնադրամը ունի կրթվելը նորաձևը շարժման ատճակից ծրագիր, որը հաստատված է հոգաբարձուների խորհրդի կողմից, որը իրենից ներառում է, ենթադրում է 6 տարբեր փուլով ծրագրեր։ Դրանք շարժման աջակից ծրագրեր են, որոնց մեջ մտնում են ակումբները, ինչպես նշել են լրատվամիջոցները, կրթաթոշակները, մեծ ոչ ուսանողական տարիքում գտնվող մարդկանց, որոնք հնարավորություն ունենան նորից սովորելու, լրագրողների մասնագիտական վերապատրաստման դասընթացները, նրանք բոլորը կրթվելը նորաձև է շարժման աջակից ծրագրի կոմպոնենտներ են, որը հաստատվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից։ Տարբերությունը պատկերացրեցիք։ Ձեր բարձրաբանումը ես լսեցի, ինձ հետաքրքիր էր նաև հիմնադրամի անանուն նվիրատուների հետ կապված հարցը, որովհետև դա էլ է բավականին տարօրինակ, այս ընթացքում խոշոր նվիրատություններ են եղել անանունության հետ։ Սա խնդրահարույց չեք համարում։ Տեսեք, առհասարակ ոչ միայն իմ քայլը հիմնադրամը, ընդհանրապես բոլոր բարեգործական հիմնադրամները գործում են եւ դրանց էությունը եւ փիլիսոփայությունն է նվիրատվությունների միջոցով ծրագրեր իրականացնելը։ Իմ քայլը հիմնադրամը գործում է իր շնորհիվ մեր բոլոր նվիրատուների մեզ փոխանցած նվիրատվությունների, որոնց շնորհիվ, որոնց աջակցությամբ մենք կարողանում ենք իրականացնել հսկայածավալ ծրագրեր եւ կարողանում ենք օգտակար լինել մարդկանց։ Միևնույն ժամանակ նվիրատուն ինքը ունի իրավունք ընտրելու ուզում է անանուն մնալ, թե հրապարակվի իր նվիրատվության չափը եւ իր անունը։ Դա նվիրատուի իրավունքն է, որը նույնպես մենք պարտավոր ենք հարգել, ինչն էլ եւ անում ենք, ոչ մի խնդրահարույց բան չկա։ Տիկին Հակոբյան, դուք ասում եք, որ ձեր ազատ կամ արտահայտության խախտում է տեղում ունեցել, բայց այստեղ այդ խախտման մասին չի խոսքը, ոչ էլ ձեր որպես քին խախտման մասին է։ Գոյություն ունի բարեգործության արգելք, այդ դուք դա եք խախտել, ձեր հիմնադրամը դա է խախտել, դա են ֆիքսել։ Եվ օրինակ դուք ասում եք մի կապեք իմ անձը Նիկոլ Փաշինյանի ՀԿ-ի հետ։ Օրինակ ենթադրենք հիմա քաղաքական ուժեր կան մասնակցում են ընտրություններին, իրենց կանայք որոշեն հիմնադրամներով ինչ որ ձեր տիպի աշխատանք իրականացնել։ Այդ մարդիկ տվյալ ուժի հետ կապ ունենան, թե չկխախտվի նրանց կանանց որպես կին իրավունքը։ Եվ քանի որ այդ հիմնադրամների նվիրատուների մասին խոսք եղավ,
Այսպիսին է տեսակետը, դուք ասում եք մեր ստարտավար աշխատանքներ են անում, բայց տարածված տեսակետ է նաև, որ այդ գործարարները, որոնք ձեր նվիրացումներ են, իրենց իշխանությունը արտոնյալ կարգավիճակում է պահում եւ ձեր շնորհիվ այդ մարդիկ բիզնես մեծ գործունեություն են իրականացնում, շատերի անունը ձեր հետ են կապում, ասում են ձեր բիզնեսն է նրանք ղեկավարում, այսինքն այդ կուսակցություններից դուք չեք կարող հեռու մնալ, որովհետեւ այդ ամեն ինչը ձեզ հետ է կապվում։ Տեսեք, դուք կարող եք մի քանի անգամ ավելի ինքնավստահ ինձ ասել, դուք դա եք խախտում բարեգործության մասին օրենքը եւ այլն։ Այն որ դուք դա այդպես վերջնական դե դրա համար անկախ դիտորդի դեմ մենք համապատասխան հայց ենք քննարկում ներկայացնել, որովհետև նույնիսկ անկախ դիտորդի հայտարարությունը վիճելի է եւ մենք դա դատարանում կվիճարկենք, բայց դուք անկախ նրանից թե ես ասուլիսի սկզբում ինչ հայտարարություն արեցի, դուք վստահաբար, ես ուրախ եմ, որ դուք ձեզ դատավորի դերում եք զգում եւ ասում եք դուք դա եք խախտում։ Մենք դա ես ինչպես տեսակ խոսքը գնում էր իմ երկու հայցով ենք դիմելու դատարան եւ մեկը վերաբերում է իմ քայլը հիմնադրամին վերագրվող այսպես ասած օրենքի խախտումը, որով մեծ վնաս են հասցրել մեր հեղինակությանը եւ մենք դատարանում կխոսենք, խախտում ենք մենք դա թե չենք խախտում, դուք արդեն կարծես թե վերջնական որոշումը դատարանի կայացրեցիք եւ ես ձեզ ասեցի մեջբերեցի բարեգործության օրենքը կապ ունի թեկնածու է հիմնադրամի գործադիր ղեկավարը, հիմնադրամի հոգաբարձուները թեկնածու են թե չէ, տվյալ քաղաքական ուժի ղեկավար մարմնի մաս են թե չէ, դրանք բոլորը նրբություններ են, գուցե նյուանսներ են, որոնք ձեզ հետաքրքիր չեն, բայց էական են։ Առնվազն դատարանում էական կլինեն, այնպես որ մի շտապեք վերջնական վերդիկտներ հայտարարել, իբր մենք որևէ բան խախտում ենք։ Դուք հիմա նորմալ դա համարեք, ասում կրտեսնեք խախտումներ, եթե օրինակ այդ ուսուցումները ես ասեցի կանայք իրենց հիմնադրամներով բարեգործություն անեն։ Դուք եթե կտեսնեք, եթե խոսեն այդ մասին, կանանց իրավունքների խախտում, կտեսնեք, որ իրենք բարեգործության արտոք չեն։ Եթե դուք հետևեք իմ գործունեությանը, հետևեք իմ Facebook-յան գրառումներին, դուք կտեսնեք, որ ես մշտապես շատ դեպքերում տեսնում եմ կանանց իրավունքների խախտումներ են դեպքերում, երբ որ նույնիսկ լրատվամիջոցները չեն տեսնում եւ արտահայտվում են դրա մասին։ Դուք կտեսնեք դա։ Իսկ եթեով չեմ կարող ձեզ ասել։ Եթե հետ նայեք եւ ուսումնասիրեք իմ Facebook-յան գրառումները եւ հայտարարությունները, կտեսնեք, որ ես շատ տարբեր դեպքերում, երբ որ նույնիսկ աղմկոտ չեն դեպքերը կամ երբ որ նույնիսկ չնկատելու են տեսնում եմ կանանց իրավունքների խախտումներ այն դեպքերում, երբ որ ոչ ոք չի տեսնում։ Եվ հիմնադրամի երբ պատրաստվեցին եք այդ հարցադրումների պատասխաններ, որովհետև ես ուզում եմ դուք գալ թեմայի Երբ պատրաստ լինեմ, ձեզ անպայման կհրավիրեմ։ Շնորհակալություն։ Համեցեք, վերջացրեք, դուք թող վերջացնեք։ Ձեզ հետ կապված այդ գործարաններով ովքեր լրատվություն են անում հիմնադրամին, հայտնվում են արտոնյալ կարգավիճակում։ Այդպիսի տեսակետը, ես էլի ոչ դատավոր եմ, ոչ վերդիկտ եմ կայացնում, ասում են շատերը անունը կապում են, շատերի բիզնեսը կապում են ձեր անվան հետ։ Այս անունով դուք ունեք, որ դուք Ես ունեմ ասելու, որ դա սուտ է։ Ես բացատրություն չունեմ եւ պարտավոր չեմ սուտ ինչ ասեցի կարծիքներ կան այդպիսի, դա սուտ է, իրականության չհամապատասխանող կարծիքներ են, որոնք թևածում են արդեն մի քանի տարի շարունակ եւ եթե որևէ մեկը ուզենա լրատվամիջոցների մեջ եմ ասում, շատ հեշտությամբ կհիմնավորի եւ կբացահայտի այդ սուտը։ Ես իմ հերթին ուղղակի ասում եմ, այդ բոլոր կարծիքները եւ այդ բոլոր խոսակցությունները սուտ են, պարզապես սուտ, մերկ սուտ։